Հայաստանում բազմազան էկոհամակարգեր աննկատելիորեն աջակցում են ջրի, հողի և կյանքի գոյությանը։ Էկոհամակարգային հաշվառումը օգնում է այս օգուտները դարձնել տեսանելի և չափելի։ Հենց այդ նպատակով մշակվել է ազգային էկոհամակարգային հաշվառման նախատիպը։ Ցամաքային էկոհամակարգերն ամեն տարի ապահովում են գետերի հիմնական հոսքի ավելի քան 2 միլիարդ խորանարդ մետր ծավալ, երաշտային ամառների ընթացքում երաշխավորելով ջրի հասանելիությունը։ Դրանք նաև պաշտպանում են հողը, կանխելով ջրի միջոցով հողի էրոզիայի ավելի քան 90%-ը։ Էկոհամակարգերը ապահովում են կլիմայի կարգավորում, կերային ռեսուրսներ, մշակաբույսերի փոշոտում, ուտելի և բուժիչ բույսեր, մեղրի արտադրության համար նեկտար և մշակութային օգուտներ։ Էկոհամակարգային հաշվառումը ցույց է տալիս, թե որտեղից են սկիզբ առնում էկոհամակարգային ծառայությունները։ Դրանք ապահովում են տարբեր էկոհամակարգեր։ Օրինակ, անտառները լավագույնս կանխում են էրոզիան։ Մարգագետիններն ու կիսաանապատները լավագույնս նպաստում են մշակաբույսերի փոշոտմանը։ Էկոհամակարգային ծառայությունները կայուն կերպով օգտագործելու համար պետք է հաշվի առնել Հայաստանի էկոհամակարգերի տարածքային ընդգրկումը։ Ամենամեծ տարածքը զբաղեցնում է խոտաբույսային համակեցությունները, սկսած ալպյան մարգագետիններից մինչև կիսաանապատներ։ Անտառները ծածկում են մոտավորապես 3000 քառակուսի կիլոմետր։ Էկոհամակարգերի տարածքային ընդգրկման հաշվառումը ցույց է տալիս, որ բնական անապատները, նոսր անտառները և ճահճուտները կարող են համարվել Հայաստանի հազվագյուտ էկոհամակարգեր։ Էկոհամակարգերի բազմազանության պահպանումը նույնքան կարևոր է, որքան տեսակների բազմազանության պահպանումը։ Էկոհամակարգերի հաշվառման հիմնական նպատակներից մեկը էկոհամակարգերի և դրանց մատուցած ծառայությունների փոփոխությունների հետևումն է։ Էկոհամակարգերի հաշվառումը հնարավորություն է տալիս գրանցել էկոհամակարգերի փոխակերպումն ու փոփոխությունները։ 2017-ից 2023 թվականների միջև ընկած ժամանակահատվածում հիմնական փոփոխությունը արոտավայրերի և մարգագետինների վերածումն է վարելահողերի։ Հակադարձ փոխակերպումը շատ ավելի քիչ է։ Այս փոփոխությունները նվազեցրել են էկոհամակարգային ծառայությունները։ Մասնավորապես, էրոզիայի կանխարգելումը նվազել է տարածաշրջանների մեծ մասում։ Էկոհամակարգային հաշվառումը հնարավորություն է տալիս կայացնելու տեղեկացված որոշումներ, ուղղված կենսաբազմազանության պահպանությանը և էկոհամակարգային ծառայությունների կայուն օգտագործմանը։ Էկոհամակարգային հաշվառման նախատիպի նյութերը հասանելի են BCC Armenia կայքում biodiversityarmenia.am հասցեով։